Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատմության մեջ առաջին անգամ ուսանողները հնարավորություն ունեն այցելելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կառավարման և տնտեսագիտական ֆակուլտետների երկրորդ-երրորդ կուրսեցիներին, կանաչ տնտեսություն մագիստրոսական ծրագրի սովորողներին անչափ հետաքրքիր է խոշոր ձեռնարկության աշխատանքը բոլոր առումներով։ Շրջայցը բացանքից է սկսվում, այստեղ հասնողը փորձում է հանքարդյունաբերությունը կապել ընտրած մասնագիտության հետ։ Շատ տարբերվում են գիտելիքները, որոնք մենք ստանում ենք գրքերի մեջ եւ որը իրականում ենք տեսնում։ Կարծում եմ, որ համատեղելով ընդհանուր բնապահպանությունը եւ ամբողջ աշխատանք կարողանանք կառավարենք ամբողջ տարածքները եւ հասնենք լավագույն արդյունքների, այսինքն օգտագործենք մեր բնությունը ու նաեւ պահպանենք այն։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելած յուրաքանչյուր ուսանող ողջունում է ձեռնարկության այս քայլը, ընդառաջ գնալ բուհին, դռները բացել սովորողների առջև ու տալ մասնագիտական գիտելիք։ Ոչ բոլոր գործատուներն են այսպես աշխատում, ասում են փորձը պետք է վարակիչ լինի։ Կարծում եմ, որ ինչքան շատ լինեն այսպիսի այցեր, այդքան ավելի շատ մարդիկ ցանկություն կունենան զբաղվել այս ոլորտում, գտնվել տարբեր գործունեություն ծավալել կոնկրետ այս ոլորտում։ Մայրաքաղաքից ժամանած խմբի մեջ էին նաև կապանցի ու քաջարանցի ուսանողներ, ծննդավայրի ներուժի, Հայաստանի խոշորագույն ձեռնարկության սոցիալական ծրագրերից քաջատեղյակ են, ոլորտն էլ համարում են հեռանկարային։ Հատկապես Կապան ու Քաջարան համայնքի համար շատ մեծ նշանակություն ունի ԶՊՄԿ-ն ու կարծում եմ հիմա շատ կարևոր է, որ եւ ընկերությունը եւ համայնքները միասնական ջանքերով փորձեն նպաստեն համայնքների կայուն զարգացմանը, շատ մեծ նշանակություն ունի ԶՊՄԿ-ն ու մեծ մասամբ մարզի տնտեսական զարգացումը այս ընկերությունն է ապահովում։ Տարիներ հետո ցավոք սրտի գործ ունենք սպառվող ռեսուրսների հետ, ուստի քանի որ հիմա ունենք շատ մեծ հնարավորություն, հիմա պետք է օգտագործենք այդ հնարավորությունը ու միասնաբար ջանքեր ներդնենք նոր ուղղություններով զարգացման, ինչը արդեն վերջին տարիներին տեսնենք, որ ԶՊՄԿ-ն պրակտիկայում կատարում է։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի համախառն ներքին արդյունքի մոտ 3 եւ արտահանման շուրջ 22%-ն է ապահովում։ Կարող ենք ասել, որ սա մեր երկիր արտարժույթ բերող հիմնական ոլորտներից է, ինչը չէր կարող վրիպել բուհի ուշադրությունից, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Ամիսներ առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ հանքագործների միությունը համատեղ ուսումնասիրություն էին կատարել հանքարդյունաբերության ազդեցությունը տնտեսության վրա, որը հրապարակվեց հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ եւ նաեւ դա նախատեսվում է նաեւ որպես հոդված գիտական ներկայացվի մեր հանրությանը եւ նաեւ դրա արդյունքները անշուշտ նաեւ ներկայացվում են ուսանողներին դասախոսությունների ժամանակ։ Ուսանողները հանքարդյունաբերության մասին կարծում եմ այս պահին բավարար այսպես գիտելիքներ չունեն, պետք է հնարավորություն տանք նրանք ոլորտը հասկանան, խորանան ոլորտի առանձնահատկությունների մեջ։ Ուսանողները բացանքից հետո այցելեցին նաեւ հարաստացուցիչ ֆաբրիկա, մանրակրկիտ ծանոթացան հանքաքարի ջարդման ու մանրացման գործընթացին, իսկ վերջում լսեցին դասախոսություն, տվեցին հուզող հարցեր, որոնք անմիջապես առնչվում են ընտրած մասնագիտությանը։ Դրանք վերաբերում էին հանքարդյունաբերության ազդեցությանը տարբեր ոլորտների վրա, շրջակա միջավայրից մինչև սոցիալական ծրագրեր։